Բարի առավոտ, առաջին ծրագիրը եթերում է եւ մենք շատ ուրախ ենք, որ այս առավոտ ունենք հնարավորություն ձեզ ողջունելու եւ մաղթելու օրվա հաճելի սկիզբ։ Այո, այսօր արդեն նոյեմբերի 14-ն է, օրը ուրբաթ եւ մենք սիրով առաջարկում ենք, որպեսզի առաջիկա 1.5 ժամը միանաք մեզ, առավոտը սկսեք մեզ հետ միասին, իսկ մենք խոստանում ենք փոխանցել դրական էմոցիաներ։ Դրական էմոցիաները մեր եթերի ընթացքում, մեր հյուրերի միջոցով եւ բնականաբար այն ամեն ինչը տեղ է գտել մեր ծրագրում, բայց մինչ անցնել այս ամենին, մենք ուզում ենք պարզապես շնորհավորել բոլոր նրանց, ում ծննդյան օրն է այսօր, որովհետեւ գիտեմ, որ շատ կարեւոր է, որ քո ծննդյան օրը անցնի հետաքրքիր ու բարձր տրամադրությամբ հագեցած։ Այո, եւ թերթելով պատմության էջերը նշեմ, որ 1923 թվականի նոյեմբերի 14-ին ծնվել է հայ անվանի ռեժիսոր, բեմադրիչ, դերասան, Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի հիմնադիր Հրաչյա Ղափլանյանը։ Նա իրականացրել է ավելի քան 150 բեմադրություններ, որոնք պատվավոր տեղ են գրավել ոչ միայն հանրապետական ու համամիութենական, այլև համաշխարհային թատերական կյանքում։ Առաջին անգամ խորհրդային միությունում Երևանում նա բեմադրել է Շեքսպիրի Կորիոլանը Խորեն Աբրահամյանի դերակատարմամբ, որին ամենաբարձր գնահատականն են տվել գերմանական ու անգլիական մամուլը, թատերական քննադատները։ Ղափլանյանը հաջողությամբ բեմադրություններ իրականացրել Մոսկվայի Վախթանգովի անվան փոքր եւ Բրատիսլավայի թատրոններում։ Նրա ջանքերով Հայաստանում խորհրդային միությունում առաջինը ստեղծվեց բարեկամությունների թատրոնը։ Այո, եւ իհարկե կրկին շնորհավորելով բոլոր այն մարդկանց, ովքեր մեր հեռուստադիտողների շարքում տոնում են այսօր իրենց տարեդարձը, մաղթում ենք, որպեսզի օրը ձեզ համար աննախադեպ հաճելի եւ անակնկալներով լի լինի։ Հաճելին կավելացնի իհարկե Բրիզեի Ջվանի գինու գործանի կողմից առաջարկվող Ռոզե Փրփրուն գինին, որը միառնշանակ կհաղորդի հենց այդ հաճելի տրամադրությունը, չմոռանալով, որ ձեր ծննդյան օրը պիտի անցնի կատարյալ։ Իսկ էներգիան իհարկե մարզասրահում ենք ստանում, մարզվում ենք, լինում ենք առողջ եւ ունենում ենք հրաշալի կազմվածք։ Իսկ որտեղ մարզվել, իհարկե Ակվատեկ Համալիրում, քաղաքի ամենաէներգետիկ, ամենաբազմակողմանի եւ սիրելի հանգստի վայրերից մեկում։ Ակվատեկի ջրային գոտին ամենամեծ փակ ջրային գոտին է Հայաստանում։ Ֆիթնեսի եւ սպայի սիրահարների համար այստեղ գործում է բարձրակարգ ֆիթնես կենտրոն ժամանակակից սարքավորումներով եւ պրոֆեսիոնալ մարզիչներով, խմբային 3 տասնյակ մարզումներով։ Ակվատեկ Համալիրում յուրաքանչյուրը կգտնի իրեն հետաքրքրող եւ օգտակար զբաղմունք։ Հիմա էլ գնանք այնտեղ եւ ստանանք առավոտյան մեր մոտիվացիայի չափաբաժինը։ Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, ես Նարա Մանուկյանն եմ Ակվատեկից, յոգայի եւ պիլատեսի մարզիչ։ Այսօր ես կառաջարկեմ ձեզ մի քանի հետաքրքիր վարժություններ կոնքազդրային հոդերի եւ գոտկային հատվածի համար։ Տեղավորվում ենք հարմար։ Դաստակները դնում ենք ուղիղ, բարձրացնում ենք աջ ոտքը եւ սկսում ենք կատարել շրջանագծեր 8-ից 12 անգամ։ Նույնը կատարում ենք հակառակ ուղղությամբ։ Okay. Ոտքը 8-ից 12 անգամ կատարելուց հետո ոտքը բացում ենք կողք, ձգվելով դեպի հետ, իսկ ձեռքերով մաքսիմալ ձգվում ենք դեպի առաջ։ Պահում ենք 8 վայրկյան։ Ուղղվելով գալիս ենք առաջ եւ սկսում ենք աշխատել գոտկային հատվածի վրա, թեքվելով առաջ արտակորվում ենք ետ, նայելով դեպի վեր, աշխատում ենք տակից ուղղ ուղղել, արտաշունչ, ձգվում ենք դեպի կրունկ, աշխատում ենք այս ոտնաթաթը, բացել դեպի դուրս, նույնը կատարում ենք 8-ից 12 անգամ, շունչ, արտաշունչ, շունչ, արտաշունչ, ևս մեկ անգամ շունչ, արտաշունչ, գալիս ենք կենտրոն, ձգվում ենք, պահելով 4 հաշիվ։ Շատ լավ, հանգստանում ենք կատարելով խորը շունչ, ձգվելով դեպի վեր, արտաշունչ, այս նույնը կատարում ենք մյուս ոտքով։ Իսկ մենք անցնենք հաջորդ վարժությանը։
Աջ ոտքը վերև, ուշադիր, 1, ծունկը հասցնում ենք ուսին, տանելով հետ, խաչում ենք ոտքերը և ամբողջ ծանրությամբ տեղափոխվում ենք դեպի ետ, արտաշունչ, գալիս ենք առաջ, նորից, շունչ, ուսը մոտեցնում ենք ծնկին, արտաշունչ, գնում ենք ետ, կրկնում ենք ևս մի քանի անգամ, 1, 2, 3, 4, շատ լավ արժություն է ծնկային հոդերի և կոնքազդրային հոդերի համար նույնպես և վերջին անգամ շունչ, արտաշունչ, պահեցինք 4 հաշիվ, 3, 2, 1, հանգստանում ենք, ձեռքերը մի փոքր տանելով ետ, կրծքավանդակը դեպի վեր, խորը շունչ, արտաշունչ և անցնենք մեր երրորդ վարժությանը, ոտքը աշխատում ենք պահպանել ուղղությունը, ծունկը ծնկի ուղղությամբ, մաքսիմալ բարձրացնելով 1, դանդաղ 1 հաշիվ պահում ենք, 2, 3, 4, 1, վարժությունը հիմնականում կոնքազդրային հոդերի համար են, 3, 4, այն կատարում ենք 8-ից 12 անգամ, 1, 2, 3, 4, նորից ոտքը բացվեց կողք, ձգվում ենք հետ և հանգստանում ենք այս դիրքի վրա, ձգվեցինք առաջ, խորը շունչ, ուղղում ենք, ձգվելով լավ վերև ձեռքերով, պահում ենք 4 հաշիվ, 1, 2, 3, 4, այսօր այսքանը, եղեք առողջ, կհանդիպենք։ Այո, ակվատեկը դա ոչ միայն հանգիստ է, այլև էներգիա, առողջություն և նոր տպավորությունների մի հրաշալի վայր։ Ակվատեք հանգստի և առողջության բոլոր հնչյունները մեկ համալիրում։ Այո, սիրելի հեռուստադիտողներ, մարզվեք և եղեք առողջ և ձեր իմունիտետը միշտ բարձր պահեք, որովհետև առաջիկայում ցրտաշունչ ձմեռն է և այդ ցուրտ օրերին պետք է շատ լավ պատրաստվել։ Դե այս պահին էլ կլինի կարճ դադար, հետո կվերադառնանք ու կշարունակենք մեր եթերը։ Վերադարձանք տաղավար և բնականաբար միշտ ամենակարևորը այն է, այն ինչ որ արտադրվում ներկայացվում է շատ նախընտրելի է, որ լինի մերը, մեր հայկականը, այսինքն ապրանքն ինքն իրեն ասի, ես հայկականը և իմ անձնագիրը հայկական է։ Այո, և հիմա էլ մեր եթերում կլինի ես հայկական եմ, էջն է, որը նպատակ ունի խթանելու և օգնելու, որպեսզի մեր հայրենակիցները, ովքեր հայկական արտադրանք են ստեղծում, տեղեկանանք նախ այդ արտադրանքի մասին, գնենք, վայելենք և իհարկե օգնենք նրանց, որպեսզի իրենց բիզնեսը աճի ու զարգանա։ Ընդհանրապես չէի մտածում մուլտիպլիկացիայի մասին, ես ճիշտ ասած, լրիվ ուրիշ ուղղությամբ էր ամեն ինչ գնում, բայց 2000 երևի 3-4 թվականից, երբ որ Թատերական ինստիտուտում առաջին անգամ ստեղծում էր այս ֆակուլտետը, տարբեր պատճառներով այնպես ստացվեց, որ ես հայտնվեցի հենց անիմացիոն ֆակուլտետում, ու դրանից հետո երևի 1-1.5 տարի անց արդեն հնարավորություն եղավ ինստիտուտում առաջին անիմացիան նկարելու, ոնց որ դասի ընթացքում սկսեց դուր գալ, մնացածն արդեն աշխատասիրության հարցեր երևի սկսեցինք զբաղվել, 2011-ից սկսած արդեն ավելի լուրջ ներգրավեցինք ու սկսեցինք հենց ֆիլմեր արտադրել։ Մուլտարտը որպես այդպեսին մենք համարում ենք 2011 թվականից ստեղծված ստուդիա, բայց պաշտոնապես Հայաստանում ինքը գրանցվել է 2016 թվականից։ Նպատակ ունենք ստեղծելու հայկական անիմացիոն ֆիլմեր, որոնք իրենց որակով չեն զիջի միջազգային արտադրանքին ու
փորձում ենք մեր այն առաջին հենց աշխատանքը մոտեցնել ավելի շատ այսպես այն հաճելի գեղեցիկ անիմացիոն աշխատանքներին, որ մենք սովոր ենք ու սիրում ենք դիտել մեր ժամանակներում։ Անբան հուրի անիմացիոն մյուզիկլներ, որի վրա մենք սկսեցինք աշխատել 2010 թվականից ու նաև նկարահանումների ընթացքում ձևավորվեց ստուդիան, խումբը, թիմը, ու այսպես արդեն մյուս աշխատանքները։ Անիմացիան ընդհանրապես ստեղծվում է մի քանի փուլերի միջով անցնելով, այսպես վերջնական պրոդուկտը։ Իհարկե ոնց որ կինոյում ամենակարևոր հիմնական սկիզբը դա նյութն է, գաղափարը, իդեան, որից հետո արդեն հաջորդում է ռեժիսորական սցենարը, որտեղ մենք արդեն ծանոթանում ենք հիմնական կադրերի տեսքով, կադրավորումն է գալիս նկարիչի հետ առաջին աշխատանքը, բայց ամենակարևոր փուլերից մեկը անիմացիայում իհարկե հենց անիմացիայի արտադրությունն է, որտեղ անիմատորները սկսում են միանում են գործին ու սկսում են ստեղծել այդ հրաշալի գեղեցիկ, ուրեմն ֆանտաստիկ տեսարանները։ Եվ այսպես ամենակարևոր փուլերից մեկը կարող ենք համարել հենց անիմատորների հետ տարվող աշխատանքը, անիմացիայի ստեղծումը։ Ու այստեղ կապ չունի խոսքը ինչ տեխնոլոգիայի մասին է, 2D, 3D, թե ժամանակակից անիմացիայում տարբեր մեթոդներով ստեղծում են անիմացիոն ֆիլմեր, բոլոր դեպքերում անիմացիայում ամենակարևոր փուլերից մեկը հենց անիմատորների անիմացիայի ստեղծման փուլն է։ Անկեղծ ասած, ես երկար ժամանակ մտածում էի, որ անիմացիան հենց պատկանում է երեխաներին, ընդհանրապես որպես ժանր, տեխնոլոգիա, սա պատկանում է երեխաներին ու հետևաբար, երբ որ անիմացիոն ֆիլմերում հեքիաթային փոխակերպումներին տեսակ տեսարանները բացակայում են, մի տեսակ մուլտը անիմացիան այդտեղ բացակայում է։ Ուղղակի դիալոգներ, պարզ խոսակցական տեսարաններ, այն ինչ որ մենք սովոր ենք ավելի շատ վիդեո ռեպորտաժների կամ գեղարվեստական ֆիլմերի միջոցով տեսնենք, երբ որ այս տեսակը ընդհանում անիմացիոն ֆիլմերը մի փոքր դառնում են անհետաքրքիր։ Այ երբ որ մտնում է հեքիաթը, երբ որ մտնում են փոխակերպումներ, այսինքն հրաշքը, որը չի կարող իսկապես տեղի ունենալ օրինակ շատ մեդիա ուրիշ արտադրանքներում, մենք գիտենք, որ նման դեպքերում միշտ դիմենք անիմացիայի օգնությանը, այս վաղ ծնվում է հենց այդ ժամանակ ուրեմն տեղի ունենում անիմացիան, ծնվում է մուլտիպլիկացիան։ Թումանյանական ստեղծագործությունը նկարահանելը բավականին այսպես նաև հաջողված լուծում եղավ մեզ համար, որովհետև սկիզբ դրեց եւ ստուդիայի կայանալու եւ հետագա հնարավորություններ ստեղծեց մյուս աշխատանքները ուրեմն նկարահանելու համար, նաև ֆինանսական եսի նկատի ունեմ։ Անն ու դարին դարձավ մեր վերջին նախագիծը, որը մենք արտադրում ենք, ինչև էս պահը, քանի որ ինքը նաև ստուդիայի համար առաջինն էր, որ սերիալային բնույթ էր կրում, էպիզոդներով էր ուրեմն պատմությունները զարգանում, մարդու վրա ամենալավ ազդելու միջոցներից մեկը նաև հենց անիմացիան է, մուլտ արտադրությունն է ու երեխաների դեպքում մենք գիտենք, որ հենց մինչև 3-4 տարեկանը շատ մարդկանց մոտ արդեն ձևավորվում է այն եսը, որ մենք հետագայում ավելի հասուն տարիքում մարդկանց տեսնում ենք։ Օրինակ շատ երկրներ սկսել են որպես ռազմավարական ուղղություն դիտարկել անիմացիոն արտադրությունը, արհեստական բանականության, իհարկե արհեստական բանականությունը վաղուց կա, բայց այսպես այն տարածումը, որ 2023-ից տեղ գտավ ու մենք կարողացանք արդեն նաև շոշափել, ոնց որ համընկավ մեր նոր նախագծի արտադրության հետ, որպես փորձելու ենք հնարավորինս դնենք նույն հարթության վրա ու գնանք նաև այս ճանապարհով։ Այ ստեղծել ազգային հաջողված պահանջված նոր անիմացիոն ֆիլմեր, այդ ուղղությամբ կարող ենք աշխատել։ Թերևս դա է միակ այն տարբերակը, որ կարողանանք մեծ օվկիանոսում մեր փոքրիկ կաթիլը ստեղծենք ու շարունակենք այդպես աշխատել։ Դեռևս մեր առաջին նախագծից սկսեցինք սովորեցնել։ Հիմնականում ստուդիայում աշխատում են այն մասնակիցները, որոնք հենց ստուդիայում ստացել են իրենց կրթությունը անիմացիոն, որտեղ Հայաստանում ցավոք սրտի որպես այդպիսին անիմացիոն դպրոց չկա, վարպետաց դասեր, այդպես է կոչվում այս ծրագիրը, դրան զուգահեռ նաև իրականացնում ենք 2D անիմացիայի պրոֆեսիոնալ դասընթացներ, այստեղ ավելի փոքր խմբերով, ավելի երկարաժամկետ կտրվածքով ունենում ենք մասնակիցներ, այ որոնց վրա էլ հետագայում հենվում ենք աշխատելուց։ Ուրեմն Անին ու Դանին կարծում եմ հաջողված անիմացիոն ֆիլմաշար է ստացվել, հայկական կինոթատրոններում շուրջ 7 ամիս ցուցադրվելուց հետո այսօր նաև շրջում է հայկական մարզերում, մենք աշխատում ենք բոլոր մարզերում լինել ու ցույց տալ, այսօր դեռ չի հաջողվել բոլորում լինել, բայց առաջիկայում անպայման խոստացել ենք մենք հանդիսատեսին, որ փորձելու ենք եւ մարզերում եւ հեռավոր գյուղերում անգամ ցուցադրություններ ունենալ։ Երեք մեծ ուրախությամբ պետք է ասեմ, որ Լոս Անջելեսում մեր երկրորդ ցուցադրությունը տեղի ունեցավ ու չունենք ազատ տեղեր։ Անցած ամսում ունեցել ենք Սիեթլում եւ նաեւ այսպես աշխարհագրությունն է լավ ընդլայնվել։ Առաջիկայում Ֆրանսիայի տարբեր համայնքներում հայկական ունենալ ենք նորից Անիդանի ցուցադրությունները։ Եվ ուզում եմ հիմնականում մեր սփյուռքահայությանը կոչ անեմ, ովքեր որ գիտեն եւ դեռևս իրենց համայնքում տեղի ունեցել անիմացիոն ֆիլմի ցուցադրություն, անպայման կապ հաստատեն մեզ հետ, հնարավորություններ ստեղծեն իրենց մոտ ապրող հայ փոքրիկների համար
եւս որպեսզի կարողանան բալիկները դիտեն այս գեղեցիկ անիմացիոն աշխատանքը։ Ընդհանրապես մուլտիպլիկացիայով կյանքում չեմ մտածել, որ պիտի զբաղվեմ, լրիվ ուրիշ ուղղվածություն ունեի իմ մասնագիտական առումով։ Հետո Արտուրին հանդիպելուց հետո այնպես ստացվեց, որ փորձեցի անիմացիայի մեջ որոշ բաներ նկարելով եւ Արտուրը շատ զարմացավ, ասաց, որ ստացվում է ու այնպես որ պետքա շարունակել այս ուղղությամբ։ Եվ այդպես սկսեցի սովորել, զբաղվել անիմացիայով ու մինչև հիմա անիմացիայի մեջ եմ։ Ընդհանրապես հրաշքներին պետք է հավատալ, որովհետև առանց հավատալիքի ոչինչ չես կարող ստեղծել եւ հենց երեխաների համար ստեղծելուց պետք է հաշվի առնել հենց երեխաների ցանկությունները, իրենց զգացողությունները։ Դու պետք է ոնց որ վերադառնաս մանկություն, զգաս, հիշես ինչով ես զբաղվել, ինչ ես սիրել, ինչ ես ցանկացել, որպեսզի կարողանաս դա փոխանցես հենց երեխաներին, այսօրվա երեխաներին, որոնք սպասում են այդ հրաշքներին։ Ու հենց անիմացիան մեծ դաշտ է բացում այդ հրաշքները ստեղծելու համար։ Նախ եւ առաջ ծանոթանում ենք սցենարին, սցենարից արդեն պարզադառնում կերպարը ինչպիսի մոտավորապես տեսք պետք է ունենա, իր խարակտերը, կեցվածքը, բայց իհարկե ռեժիսորի հետ քննարկելու ընթացքում փորձում ենք գտնել իր առանձնահատկությունները, խարիզման գտնել, հասկանալ ինքը ինչ ձև է բնորոշվելու, իր կերպարը ոնց է արտահայտվելու սցենարում։ Նու այնտեղ կան դրական, բացական կերպարներ, չար, բարի, այդ ամեն ինչը հաշվի առնելով, այդպես ստեղծվում է կերպարը, նաև գունային գամանը շատ կարևոր կերպարի ստեղծման հարցում, այնտեղ գունային առանձնահատկությունների պարագայում ընտրում ենք էլի, որ կերպարին ինչ երանգ է սազելու եւ այդպես ստեղծում։ Ինձ թվում է կատարսիսի հենց փոքրիկն է մեր ամենա այսպես սիրելի կերպարը, շատ ենք աշխատել իր վրա։ Կատարսիսը անիմացիոն ֆիլմը դեռ դուրս չի եկել, աշխատում ենք ավարտենք այս տարի։ Կարծում եմ մարդկային որակները անիմացիա ստեղծելու առումով, չգիտեմ ինչքանով ճիշտ կպատասխանեմ, բայց երևի թե ավելի շատ տաղանդն է կարևոր, այսինքն եթե մարդը տաղանդա, որը լավ նկարում է, ինքը կարող է ստեղծի շատ հետաքրքիր լավ անիմացիաներ։ Այո, շատ կարևոր է, որպեսզի այն ամենը, ինչը ներկայացվում է, ներկայացվի այստեղ Հայաստանում եւ մեր հայրենակիցների կողմից դե մենք էլ փորձենք այս ամենին նպաստել եւ սիրով ներկայացնել ձեր դատին։ Իսկ հիմա կունենանք կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։ Շարունակում ենք մեր ծրագիրը, բարի լույս եւս մեկ անգամ բոլորին, եւ եթե դուք էլ այն մարդն եք, ով հետևում է նորաձևությանը եւ բնականաբար հետևում յուրաքանչյուր տրենդին կամ փոփոխությանը, ապա ասեմ, որ դուք բավականին հետաքրքիր մարդ եք, որովհետեւ նորաձևության աշխարհը ինքնին իր տեսակով հետաքրքիր է եւ բազմազան, չէ՞ Սոնա։ Իհարկե, եւ թե ինչ է առաջարկում նորաձևության աշխարհը, ինչպիսի ձևվածքներն են այս աշնանը տրենդային, կտեղեկանանք մեր նորաձևության էջից։ Ողջույն, ես Մանանն եմ, Դավնի բրենդի հիմնադիրը, շարունակում ենք խոսել նորաձևության միտումներից եւ այսօր մեր ուշադրության կենտրոնում տաբատներն են։ Տրենդներից խոսելիս ամենաշատը սիրում եմ նշել, որ շատ կարեւոր է ձեր անձնային ոճի ձեռքբերումը եւ զարգացումը եւ որի շուրջ շատ հեշտությամբ տեղավորվելու են տրենդները։ Ինչպես նշեցի, այսօր խոսելու ենք տաբատներից։ Երևի նկատում եք, որ շարունակում են տրենդային մնալ լայն ձևվածքի տաբատները, տեսնում ենք նրանց եւ ցուցադրությունների ժամանակ եւ մաս մարքեթում լայն տաբատների բոլոր տեսակները այս պահին բավականին ակտուալ են, հատկապես դասական կտորից տարբերակները, ինչպես նաև կաշվե տարբերակները, եւ սա պատահական չէ, քանի որ այսպիսի տաբատները շատ հեշտությամբ տեղավորվում են բոլոր ոճերի մեջ, ինչպես օրինակ այժմ շատ տարածում ունեցող ոճը գրասենյակային օֆիս քորը, որի շրջանակներում կարող եք այն կրել վերնաշապիկով, նույն կտորից պիջակով եւ ունենալ շատ գեղեցիկ լուք եւ միևնույն ժամանակ կարող եք այն համադրել բոհո ոճի վերնաշապիկի հետ, ինչպես նաև կորսետների եւ ստանալ երեկոյան տարբերակ։ Բայց այնուամենայնիվ դիզայներները մեզ առաջարկում են եւ արդեն մաս մարքեթ
կետում նույնպես ունենք նեղացող եւ ուղիղ տարբերակներ, հենց դասական տարբերակով, որը նորից օֆիս քորի շրջանակներում բավականին լավ է համադրվում, ինչպես նաեւ այլ համադրություններում ենք տեսնում։ Եվ ինչպես միշտ վերջում ուզում եմ խոսել հետաքրքիր տարբերվող տրենդներից, որոնք ցավոք սրտի երկարաժամկետ չեն, դրանք կարճաժամկետ տարբերակներ են, բայց երբեմն ավելի երկար են մնում նորաձևության շրջանակներում, քան մեզ կարող է թվալ։ Օրինակ, բալոն տաբատները, որ հենց հիմա իմ հագին է, այսպիսի տաբատները լայն փոխկերով, որոնք կտրուկ նեղանում են ներքևում, բավականին պոպուլյար են դեռ անցած տարի, եւ այս տարի նույնպես տեսնում ենք ցուցադրություններում։ Եվ չնայած սա կարճաժամկետ տրենդ էր եւ թվում էր, թե մեզնից պետք է հեռանա արդեն այս տարի, բայց 25-26 թվականի ցուցադրություններում մենք նորից տեսնում ենք այս տաբատները, որոնք կոչվում են նաեւ Ալադին, հայտնի մուլտիհերոսի անունով, սրանք ունեն արևելյան ազդեցություն եւ հատկապես բոհո ոճի շրջանակներում շատ լավ են տեղավորվում։ Մյուս տրենդը, որը կարծես թե նորից ակտիվ է այս պահին, դա կողքը գծով տաբատներն են, որը վերաբերվում է բոլոր տեսակի տաբատներին, եւ լայն, եւ նեղ, եւ հենց կարգո ոճի, ինչպես նաեւ վերջին տրենդը, որ ուզում եմ առանձնացնել ձեզ համար, ամենաբարդն է, քանի որ այստեղ ունենք երկու տարբեր պրոդուկտի համադրություն՝ կիսաշրջազգեստի եւ տաբատի։ Իդեպ լայֆհակ այստեղ կարող եք ձեռք բերել առանձին կիսաշրջազգեստ տաբատ, որոնք լավ են համադրվում եւ գրել միասին, որովհետեւ այս տրենդը իսկապես շատ կարճաժամկետ է եւ բավականին բարդ է։ Նորից տեսնում ենք, որ տրենդները բավականին բազմազան են եւ շատ հեշտ է ընտրել ձեր տարբերակը, եթե ունեք արդեն հստակ ձևավորված եւ զարգացող ոճ։ Նորաձևությունը դա հարմարավետությունն է առաջին հերթին, այդ մասին ասում էին հանրաճանաչ նորաձևության տները, բայց ստեղծելով այնպիսի հագուստ, որը ոչ միշտ էր հարմարավետ, բայց տրենդային էր։ Մենք էլ այսպես պարբերաբար քայլ առ քայլ կփորձենք ձեզ ներկայացնել հենց այդ ամենը, փոքրիկ նյուանսները։ Եվ բարեբախտաբար ժամանակակից աշխարհում հնարավոր է լինել ոճային եւ լինել հարմար հագուստի մեջ, այնպես որ այս երկուսը այսօր արդեն համադրելի են։ Իսկ հիմա մենք ունենանք կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։ Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ այսպես այս առավոտ մեր տաղավարում հյուրընկալել ենք մի մարդու, ով կարողանում է զարմացնել անգամ ամենասառնասիրտ հանդիսատեսին, ով մի ակնթարթում հնարավորն ու անհնարինը խառնում է իրար։ Նրա ձեռքերում առարկաներն ապրում են, հնչում են, անհետանում ու վերադառնում, ամեն անգամ թողնելով նոր հարց. ինչպես է դա նա անում։ Իսկ մեր հյուրն է հրաշագործ Հայկ Ջանոյանը։ Բարի լույս։ Շնորհակալություն հրաշագործ։ Շնորհակալություն գեղարվեստական։ Ես պատրաստվել էի, այո։ Շնորհակալություն, որ գնահատեցիր։ Հրաշքները շատ են քո կյանքում։ Այո, իհարկե բոլորս կյանքում են, ուղղակի պետք է նկատենք։ Դու բոլորի համար հրաշքներ ես գործում, իսկ կան մարդիկ, ովքեր քեզ համար են հրաշքներ գործում։ Ասա ինչ լավ հարց էր։ Իմ բոլոր մտերիմները, բարեկամները, ընկերները միշտ իրենց օգնությամբ իսկապես հրաշքներ են գործում, երբ անելանելի իրավիճակներից իրենց շնորհիվ դուրս ես գալիս։ Իսկ դու որքան տարի է արդեն, որ հրաշքներ ես գործում քո շրջապատի եւ մեր բոլոր հայրենակիցների համար։ Ես տարիների հաշիվը արդեն կորցրել եմ, մանկուց է եղել ու հենց մանկուց իսկապես ցույց եմ տվել հյուրերին, հետո տենց կամաց զարգացել եմ, այդ առումով էլ են շատ պատճառ կա։ Աջակցում, այո։ Մյուսները, քանի որ եղել է պահեր, որ ասենք մի քիչ թույլատրել ես, պասիվացրել ես, բայց իրենք միշտ հիշում են, ասում են, բայց դու սենց բաներ ես չի անում, այդպես նորից վերսկսել եմ ու շարունակել եմ։ Իսկ լինում է, որ ծնողները առիթից տուն գային, ասեն, Հայկ ջան, դու չէիր եկել, շատ անհետաքրքիր անցավ միջոցառումը։ Տենց բան չեմ հիշում, բայց եթե չեն էլ ասել, ուրեմն տենց է եղել։ Հաստատ։ Ես փոքր ժամանակ Հայկ միշտ երազում էի, որ այստեղ նստած լինեմ եւ կարողանամ մտքի ուժով կամ ձեռքերի ուժով իրերը շարժել։ Դա բոլոր երեխաների երազանքն է, այսինքն որ դու նստես եւ ամեն ինչը գա քո մոտ, ինչ որ ուզում ես։ Դա հնարավոր է։ Այդպիսի իլյուզիա ստեղծել այո, բայց ցավոք իրականում ոչ։ Իսկ գուցե դեռ ոչ։ Դեռ ոչ։ Գուցե։ Միգուցե դեռ ոչ։ Այս դարում ամեն ինչ հնարավոր է։ Այո։ Հայկ, ինչ հրաշքներ ունես մեզ համար այսօր տաղավարում, փորձենք մի երկու բան հիմա իրականացնել, հետո շարունակել մեր զրույցը։ Այո, հենց առօրյայից մի հատ հնարք, օրինակ տեսեք, եղել է, որ խոհանոց եք մտնում եւ հատակին տեսնում եք ինչ-որ սենց փոքրիկ բան անկած, ես սպասեմ, որ համել տեսախցիկները ֆիքսեն, այո։ Հա, տեսնում եք եւ չգիտեք, սա ինչ-որ փոքրիկ ինչ-որ մասնիկ է, թե իրականում
խավարասեր։ Ահա։ Կամ միգուցե սա ընդամենը արքայա նարինջի, նույնիկը կարալոկի կորիզը, չէ՞, ասենց հերվից չի երևում, սա ինչ-որ մասնիկ։ Սա կարելի հասկանալ թե ինչ է, եթե դուք տեսնեք մոտիկից։ Դա։ Բայց ինչի է, Սոնա ջան, մի հատ տեսեք։ Սա խավարասեր։ հին մի պրինցիպ է, եթե հիշում եք, ժամանակին մենք ունեինք ասես ծամոններ, բայց այս հիմա հնարք է սարքած, ասես հետաքրիր։ Ահա, սիրելի Ամբողջ հերոստատիտողներ։ գիտեք ինչն է, որ դու գիտես, որ այդտեղ կա դա, բայց մեր խավարասերն է Հայկը։ ռեակցիան միշտ լինում է անսպասելի։ Լավ կպայեք գնամ այստեղ։ Ես գիտեմ, որ սպասվում է մեր շատ սիրելի հեռուստադիտողների համար հրաշալի երեկո, որտեղ նրանք կարող են վայելել նման հնարքներ եւ շատ ավելին, որովհետեւ մենք հիմա եթերում եւ տաղավարային փոքրիկ հնարավորություններում չենք կարող այդ ամենը ցույց տալ, բայց դու դահլիճում կունենաս հնարավորություն քո ամբողջ այսպես պահված հրաշագործությունները ցուցադրել մեր սիրելի հեռուստադիտողներին, հանդիսատեսին։ Օրվա մասին մեզ պատմիր, երբ է դա սպասվում, որտեղ եւ ինչ է սպասվում։ Նոյեմբերի 22-ին է, շաբաթ օրը, եթե չեմ սխալվում, 7:30 երեկոյան, Տոմսերը կարող են իմեջում գտնել, ինքը աճպարական ներկայացումը, որը շատ քիչ է հանդիպում է իրականությունում, հատկապես հայկական, միայն մի երեկո է լինելու, մի հատ արել եմ վաղուց, հիմա նոր նախաձեռնում եմ, միայն այդ մի երեկոն է լինելու, շատ հետաքրքիր հումորով լի եւ շատ հետաքրքիր զարմանալու հնարքներ են, ընդհանուր մինչեւ մարդու օդ բարձրացնել, այդ էլ երևի շատերի երազանքն է եղել, երևի ձերն էլ սուրեն։ Այո, թրջել։ Երազում դա տեսնում են, չէ՞։ Նաեւ շատ ժամանակակից հետաքրքիր բաներ կան, օրինակ նպատեմ մի հատ sense ձևավորմամբ, որ ChatGPT-ին այդպես ներկայացման ժամանակ խնդրում եմ որ հնարք սովորեցնի, բարձրախոսը դնում եմ եւ կրկնում եմ իրավարացնելը շատ հետաքրքիր է ստացվում։ Այնպես որ դա նոր համար է լրիվ, չէ՞։ Երևի ոչ ոք դեռ չի տեսել, բացի հարազատներից։ Ահա։ Հրավիրում եմ բոլորին, գան, զարմանան, ուրախանան։ Սիրում եք երբ զարմանում են։ Այո, շատ։ Իսկ դուք զարմանում եք ինչ որ բանից։ Այո։ Ինչից։ Ով կարող է ձեզ զարմացնել։ Ուրիշ աճպարներ չէ։ Եթե դեռ շատ հիմա լիրիկական չգնամ, կա իրակ այս կողմից մոտենամ արդին, օրինակ հետաքրքիր աճպարների մեջ, երբ չնայած որ մենք պրինցիպները գիտենք, բայց մենք էլ լինում է որ նոր բան են մատուցում ու զարմացնում։ Իսկ ունենք նոր բան, որը հիմա կարող է զարմացնել մեզ։ Այո, մի հատ խաղ եմ պատրաստել, սուրենք խնդրեմ համենակ այստեղ միասին անենք դա։ Սոնա ջան, հիշիր ինչ եմ կտակել քեզ եթերի համար, հետո կասեմ։ Վերցրեք այս բաժակը ստուգեք։ Եվ ես մի այստեղ կոնֆետ ունեմ, սիրում եք այս կոնֆետներից։ Հա, իհարկե սիրում եմ։ Ով չի սիրում։ Բայց մեր կոնֆետասերը Սոնան է։ Ես էլ շատ սիրում։ Դե վերջում կհասնեմ ձեզ։ Ուրեմն, տեսեք ինչ ենք անում։ Պետք է պատասխանեք որտեղ է կոնֆետը, պարզ խաղ է, եթե ճիշտ պատասխանեք հասնում է ձեզ։ Կարող է լինել բաժակի վրա, բաժակի մեջ, իմ ձեռքում, գրպանում եւ այլն։ Գնացինք։ Որտեղ է կոնֆետը։ Վրա։ Բաժակի վրա։ Այո։ Ոչ, բաժակի տակ, որովհետեւ բաժակը թարս է։ Նորից ձեր ձեռքը պահեք։ Տեսնում եք։ Հա։ Հիմա ինչ ենք անում։ Մյուս ձեռքը բերեք։ Ահա։ Ես դնում եմ գրպանս։ Ահա։ Հիմա կոնֆետը վերցնելու եմ անտեսանելի։ Ինձ մոտից։ Եվ գցեմ 1, 2, 3։ Դգացեք։ Հիմա նույն ֆոկուսը դուք պետք է անեք։ Մի րոպե։ Կոնֆետը ցույց տվեք տեսախցիկին։ Ահա, սա կոնֆետն է։ Հիմա դնում եմ կրկին ինձ մոտ, անտեսանելի տալիս եմ ձեզ, գցում եք մեջը։ Չեղավ։ Հիշում եք մի ասացված կա, ասում եմ, երբ կյանքը քեզ տալիս է լիմոններ։ Ահա։ Պետք է սարքել կոկտեյլ։ Մեզ դրա հայկականն եմ ուզում անել։ Երբ կյանքը քեզ տալիս է պամիդոր, ժողովրդական ձևով պետք է ասեմ։ Սարքիր պամիդորով ձվածեղ։ Այս որտեղ է տեղավ։ Բայց կան պամիդորա։ Կանք ռեզինից չի, սպոնգից չի։ Կանք լոլիկը փոխել կոնֆետով։ Իսկ ձմերուկ կտեղավորվի այդտեղ։ Ու աշխատում եմ այդ ուղղությամբ, բայց ես ավելի շատ շաուրման եմ ուզում։ Վերջ։ Այ հրաշալի է։ Գնամ։ Այո, շնորհակալություն ձեզ։ Շնորհակալ եմ շատ։ Լոլիկը կախարդական է, պետք է երազանք պայեք նոր տեք։ Պետք է հետ տանք, չէ։ Չէ։ Okay, լավ։ Համտեսեք։ Այս հնարքները, հա, կան ինչ որ համաշխարհային տենց հնարքների դաշտ, որտեղից բոլորն օգտվում են, թե ամեն աճպարար ինքն է ստեղծում։
Աճպարները իրենց ձեռագիրը պետք է ունենան, ոճը, այտենց ձևափոխում են, օրինակ սա ուրիշ ձև է բնակարար արվում, լոլիկով չի արվում, ես եմ փոխել, բայց ընդհանուր բոլորին հետևում են, այդ մտքերով փոխանակվում են, լոլիկի փոխարեն ինչ են անում։ Ավելի ասենք մեծ գնդակ է հայտնվում կամ հա, գնդակ, չէ, մենք լոլիկն ենք նախընտրում։ Այո, եւ լոլիկով ձվածեղ։ Եվ կան հետաքրքիր այսպես աշխարհում, որ ինչ որ ոմանք հնարք են ստեղծում եւ վաճառում են, այդպիսի կայքեր կան։ Մի ամբողջ հետաքրքիր աշխարհ է, մարդկանց շատ սահմանափակ պատկերացումներ ունեն աշխարհության մասին, բայց իրականում շատ հետաքրքիր է այդ ամեն ինչը։ Հայկ, ես հիշեցի, երբ նախորդ անգամ մեզ հյուր եք եւ մենք փոքրիկ ռիլ էինք պատրաստել հաղորդումից ու ներբեռնել էինք համացանց, շատ տարբեր մեկնաբանություններ իմ աչքով ընկան, կային մարդիկ, ովքեր զարմանում էին, գրում էին ինչպես է դա անում, ինչ հրաշալի է եւ այլն, եւ կային մարդիկ, ովքեր գրում էին թե փորձում էին գուշակել ինչպես դա արեցիք եւ ասում են, որ իրենք էլ հա դե ինչա որ մենք էլ կարող ենք անել։ Ձեր կարծիքով այս երկու տեսակի մարդիկ ու եւ վերաբերմունքները շատ մարդու մասին են, չէ՞, այսինքն կան մարդիկ, ովքեր իրոք հավատում են հրաշքների եւ կան մարդիկ, ովքեր նստում են ու պատկերացնում են, որ ամեն ինչ էլ կարող են անել առանց փորձելու, բայց երբ փորձում են, հասկանում են, որ այդքան հեշտ չէր եւ այդքան ամեն ինչ պարզ չէր, ինչպես թվում էր առաջին հայացքից։ Այո, դա նաև բացի մարդկանց տարբերությունը ազգային այդպիսի տարբերություն կա, մենտալիտետային, օրինակ հայերը ավելի հակված են դրան, իհարկե արտասահմանցիներն էլ կան, բայց իրենք ավելի շատ վայելող են, ընդ որում մանկուց հենց փոքր տարիքից այդպես են, մեր երեխաները, ասենք չեք պատկերացնի, ես որ բաներ եմ ցույց տալիս, ինչ որ տարբերակներ են ասում, բան, չգիտեմ, ինչ որ sense հետաքրքիր հնարամտությունը հայի միգուցե, նաև իրանք այսպեսի մի տեսակ մարտահրավեր են ընդունում, որ փորձում ես հիմարեցնել, մենք բան չենք անում, իրանք առաջին հենց այդպես են բոլոր տարիքում անցալում։ Իսկ ձեզ ինչ մեկնաբանություններ են հանդիպում։ Շատ հետաքրքիր, շատ ջղայնացնող գուցե։ Դե այդ ամեն ինչին սովորել ենք, բայց հա այդ նույն բաները ինձ հանդիպում են, որ փորձում են գուշակել։ Հետո պետք է հասկանալ, որ մենք երբեք չենք ասում, որ սա իսկական հրաշքներ են, այլ պետք է այդպես իրենց վայելել, այդպես դիտել, ինչպես որ գնում ենք ֆիլմ կամ մուլտֆիլմ ենք նայում, այդ սպես էֆեկտները երբ նայում ենք, գիտենք, որ իսկական չէ, բայց այդ մի քանի ժամը մտածում ենք, որ դա իսկական է։ Այո, վայելում ենք։ Հայկ, այստեղ ձեր ասացին հա, որովհետև նայեք, մենք հիմա որպես հանդիսատես նայում ենք ձեզ, մենք գիտենք, որ դուք իլյուզիոնիստ եք եւ գիտենք, որ այս ամեն ինչը տեխնիկա ունի հատուկ անելու համար, բայց այդ ընթացքում մենք անկեղծ զարմանում ենք, անկեղծ հիանում ենք եւ անկեղծ այդ էմոցիաները, որ գալիս են, մենք այդ մի քանի վայրկյանները կամ րոպեները մենք դառնում ենք երեխա ու հավատում ենք, որ սա հրաշք է, այլ ոչ թե տեխնիկապես արված ինչ-որ բան։ Դուք որպես այս ամեն ինչի մեջի մարդ, հա, երբ որ նայում եք մեկ ուրիշ իլյուզիոնիստի, դուք էլ եք այդ նույն զգացողությունն ունենում, թե դուք միանգամից ուզում եք հասկանալ այ ինչ տեխնիկա օգտագործվեց։ Այդ շատ լավ հարց է, իրականում ես ուզում եի շարունակել նախորդ հարց պատասխանը այս, բայց հիմա նույն հարց տվեցիք, որ շարունակեմ միտքս։ Իրականում տեսեք, օրինակ կրկեսային արվեստ երբ նայում ենք, էլի մենք գիտենք, երբ բարդ հնարքները արվում կամ պարանի վրա քայլում են, էլի ինչ-որ անհասկանալի բան չկա այդտեղ, բայց մենք վայելում ենք այդ կատարումը։ Հիմա դժվար է ասել, մարդկանց դժվար կլինի այդպես վայելել, մի փոքր պետք է այդպես նաև վայելեն, այսինքն կատարումը նաև վայելեն։ Գուցե իրանք տեխնիկապես մոտարպես պատկերացնում են, բայց այդ սովորաբար հնարքները ասես 4 ցամաք չեն ստանում։ Տեսեք, օրինակ միտք եմ ես փորձում դնել դրա մեջ կամ այդ դե այստեղ այդպեսի գեղարվեստական բաներ հիմա հնարավոր չանել, բայց այդպես են ներկայացում, այնպես որ կարելի է վայելել, նույնիսկ եթե իմանաս գաղտնիք։ Հիմա նաև մեր դեպքում օրինակ ես Դեվիդ Կոպերֆիլդին գիտենք բոլորս, ամենաճանաչված անուններից է։ Սովորաբար ոնց է, ինչ որ ոլորտներում երբ մեկը շատ ճանաչված է, պարտադիր չէ որ լավ է իսկապես լինի, բայց սա այդ դեպքը չէ, ինքը իսկապես շատ տաղանդավոր է։ Եվ երբ ես նայում եմ, պարզապես հիանում եմ, նույնիսկ թե մանրակրկիտ գիտեմ ինչպես արվում, բայց պարզապես գեղեցկություն է այդ հնարքի կատարումը։ Ուրիշ ոչ մի բնագավառով, այսինքն պարով կամ երգով կամ այլ ձև այդ գեղեցկությունը կարծում եմ չի լինի ստանալ, երբ օրինակ ինչ-որ բան ճախրում է։ Ասենք դու գիտես, որ ինչպես է արվում, բայց գեղեցիկ է, ամեն ինչ շատ գեղեցիկ։ Այս համար առաջին Դեվիդ Կոպերֆիլդը, այսինքն մեր սերնդի համար դա Հմայակ Հակոբյանն էր, ով փորձում էր նմանատիպ հետաքրքիր տրյուկներ անել եւ մենք զարմանում ենք դա հեռուստաէկրանից այն կողմերում։ Հարություն Հակոբյանն էր հայրը, փոքրիկ ուրեմն յուղում, այդ Հմայակ իր որդին է, Հարությունը վաստակավոր արտիստ է, Grand Prix շահել Ֆրանսիայում մեր մեծերից։ Մենք էլ
Ալե, հոպ։ Եվ հիմա իմ ձեռքում հայտնվեց Իջևանի սպիտակ չոր գինին, սարգոնը, որը հաստատ, եթե ոչ ձեր հնարքներում, ապա ձեր տրամադրությունը բարձր կպայի։ Սա ձեզ, իդեպ, եթե այցելեք հենց այնտեղ Իջևանի գինու գործարան, հաստատ կզգաք այդ տրամադրությունը եւ բնականաբար այդ հեքիաթու հրաշքը, որտեղ հրաշքի միջոցով գինին է ներկայանում։ Եվ ուզում եմ ձեզ նվիրել էմոցիաներ, հա, արևբացիկներ, որտեղ վերնագրված է սիրում եմ, եւ կնվիրեք ձեզ համար շատ սիրելի մարդուն։ Այստեղ Հայկոյի խոսքերն են, ես քեզ սիրահարվել եմ, ինչքան հոգիս ուժ ունի սիրելիս։ Սա նվիրեք սիրելի անձնավորությանը ու շնորհակալություն ձեզ։ Հայկոյի երկրը լսում եմ, նաեւ երգում եմ, շնորհակալություն շատ, բայց ես կարող եմ չէ՞ հնարք ներկայացնել։ Վերջի հնարքը։ Այո։ Ես փոքրիկ նվեր ունեմ։ Ինչ լավ է։ Մեզ էլ են նվերներ բերում։ Եվ դա բանալիներ տան։ Չէ, այդքան 17-ը։ 17-ը։ Իսկ կարող եք այդպես անել, որ դրանից լինի։ Գույն ընտրիր միայն սրա։ Լիցենզիայի վրա եմ հիմա աշխատում, որ ստանամ։ Շատ լավ, եւ այս բանը փոքրիկ նվեր ունեմ Սոնայի համար։ Պղպջակներն է։ Ես սիրում եմ շատ։ Քանի որ ձեզ շատ եմ սիրում։ Ձեզ փոքրիկ հուշանվեր ունեմ։ Բայց չի ուզում պարզապես գնել, որտեղ այդպես հասարակ կլինի, պետք է կախարդական ձևով ստանանք, որ յուրահատուկ լինի։ Նայեք, որ ձեռքից մեջ այլ բան չկա։ Մի փոքր։ Պղպջակներ փչենք։ Հոպա։ Որից հետո։ Հիմա պետք է իրեն հագցնենք փայտիկ, սովորական։ Նման է կոնֆետի, ճիշտ է, բայց եթե ես թափահարեմ Չուպա չուպս։ Խնդրեք։ Չգիտեմ։ Հայկ շնորհակալ եմ շատ։ Ես իրականում սիրում եմ նվերների մատուցման տարբերակ ավելի շատ քան նվերը, այո։ Սա եւի ամենաօրիգինալ նվերներից է իմ կյանքի, շնորհակալ եմ շատ։ Այս 14-ն էր, էլի մի քիչ տենց թափ տվեք, թող դառնա 16։ 17, այո։ Բայց դա դադարի ընթացքում, շնորհակալություն Հայկ ջան։ Հայկ, հիշեցնենք օրը երեկոյի, որովհետև մարդիկ այս հրաշքը պետք է իրենց աչքով տեսնեն, որովհետև երբեմն մտածում են, որ տեսախցիկները ինչ որ բան կարող են խաբել, բայց կարելի է գալ եւ սեփական աչքերով տեսնել ու վայելել երեկոն, երբ գալ։ Հետո նաև հանդիսատեսը մասնակցում է անմիջականորեն ինտերակտիվ այդ ամեն ինչը նոյեմբերի 22-ին Image-ում Հայկ Ջանոյան Instagram-յան եթե մտնեն կգտնեն նաև հայտնի տոմսերի կայքերում Շնորհակալություն շատ Շնորհակալություն Մինչ իհարկե դուք կվայելեք դաթարը ես հասկանամ ոնց է դառնում 17 սա օրանժը գոնե լավ սեյվը լավ դաթար Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ տեղափոխվում ենք մարզաշխարհ։ Եվ այսպես հոկտեմբերի 3-ից 8-ը Լյուքսեմբուրգում կայացած WFMC համաշխարհային կազմակերպության աշխարհի առաջնությունից, որտեղ անցկացվում էր կարատեի, քիքբոքսինգի, բռնցքամարտի, թեքվանդոյի մրցաշար, տարբեր օրեր ունեցել ենք 8 մասնակից, 4 մեդալ, 2 արծաթ եւ 2 բրոնզ։ Իսկ հոկտեմբերի 9-ից 14-ը Լոնդոնում կայացել է աշխարհի քիքբոքսինգի կազմակերպության 2025 թվականի աշխարհի առաջնությունը, որտեղ 8 մարզիկ է ներկայացրել Հայաստանի Հանրապետությունը, 3-ը դարձել են աշխարհի չեմպիոն, 4 արծաթե մեդալակիր ունենք եւ 1 բրոնզե մեդալ։ Եվ այս պահին մեր տաղավարում են WKO Արմենիա ֆեդերացիայի եւ Aikikendo կարատեի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Աթանեսյանը, Լոնդոնում կայացած աշխարհի առաջնության հաղթող Արսեն Իսրայելյանը, արծաթե մեդալակիր Արսեն Գրիգորյանը եւ բրոնզե մեդալակիր Արեգ Գասպարյանը։ Ուժեղներն են մեր տաղավարում։ Բարի լույս։ Բարի լույս։ Ոնց ենք։ Մարտական լավ։ Վաու, դե հիմա ասեք այս հրաշալի սերունդը, հա, որ այստեղ նստած է։ Ոսկե սերունդ։ Ոսկե սերունդը, ես կասեի, ոսկե, արծաթ, բրոնզ, ամեն ինչ ունենք։ Դրանց ճանապարհը ինչպիսին եք տեսնում, Դավիթ։ Նախ շատ շնորհակալ եմ հաղորդման ջուրը լինելու համար եւ ասեմ, որ սերունդը իսկապես սերնդի մեջ ահռելի տարբերություն կա նախորդ սերնդի հետ կապված։ Հիմա մի փոքր ավելի մանրամասն է, որ նախորդ սերունդները ավելի չոր ու ուժեղ էին, քան հիմիկվա սերունդը, բայց շատ չարչարվելու արդյունքով որ այսքան մեդալ ունենք ու շատ դժվարագույն ծանրաբեռնված պարապմունքների արդյունքում որ կարողանում ենք մեդալ վաստակենք։ Տղաները քանի տարեկան են։ 10, 11, 12,
Ով է ամենաուժեղը։ Բոլորը ես կհարել, նրա հայացքները նայ։ Բայց ինչ բարի հայացքներով ուժեղները։ Բարի ուժեղներն են, այո։ Ես քիչ առաջ նշեցի, հա, Լոնդոնում աշխարհի առաջնության հաղթող, արծաթե մեդալակիր, բրոնզե մեդալակիր, մի քիչ խոսենք հենց այդ ամենից ինչ որ կայացավ։ Նախ առաջին մրցաշարը WFMC վարկազով դա համաշխարհային մի այլ կազմակերպություն է, որտեղ անցկացվում է բոլոր սպորտաձևերից եւ տևում է 1 շաբաթ։ Մասնակցեցինք 8 մարզիկով, որոնցից մեկը 18+, արդեն մեծահասակների մեջ, որտեղ լրիվ գազանտեղեկ են, պրոֆեսիոնալ, ունեցանք արծաթե մեդալակիր եւ 2 արծաթ, 2 բրոնզ, այդտեղ չեմպիոն չունեցանք։ Եվ դրանից հետո ամսի 8-ից 14-ը Լոնդոնում կայացած աշխարհի առաջնություններ World Kickboxing օրգանիզացիայի, որի Հայաստանի ֆեդերացիայի նախագահն ես եմ հանդիսանում արդեն 2 տարի, եւ մասնակցեցինք 8 մարզիկներով, ունեցանք 3 աշխարհի չեմպիոն, շատ լավ արդյունք էր դա մեզ համար։ Ուրեմն նշեմ կարևորը, որ Արսենը Իսրայելյան դարձավ չեմպիոն Երևանից, Իջևանից Նարեկ Մատինյանը եւ Մարտունուց Ձորագյուղ գյուղից մի հատ փոքրիկ լավ չեմպիոն ունենք, Գրիգոր Սաֆարյանը եւ մնացածը համապատասխան 2-րդ եւ 1 բրոնզե մեդալ։ Կարևոր էր այնքանով, որ 44 երկրների մեջ, լավագույն տասնյակի մեջ Հայաստանը 3-րդ տեղում էր, դա շատ մեծ արդյունք է մեր համար։ Հիմա դուք մի քիչ խոսեք։ Ասեք, տեսնեմ, ինչու ընտրեցիք հենց այս սպորտաձևը։ Ինչը ձեզ տարավ այստեղ։ Ինձ դուր եկավ սպորտաձևը ոչ միայն խփելու համար, այլ նաև ես որ գնացի առաջին անգամ առաջին պարապմունքին, այնտեղ տեսա տղեկը ոնց են պարապում, ես ոգեշնչված գնացի պարապեցի, ու հիմա գրեթե արդեն 7 տարի է պարապում եմ։ 7 տարի։ Իսկ դու։ 7։ Էլի 7 տարի։ Բա դու։ 7 տարի։ 7 տարի։ Իսկ դուք իրար հետ մրցում եք պարապելու ժամանակ։ Այո։ Բոլորս միառնակ։ Եվ այդ ժամանակ մոռանում եք, որ ընկերներ եք ու արդեն ամբողջ տեխնիկապես հզորությունը ձեր ցույց եք տալիս, թե մի քիչ մեղմ եք խփում, որովհետև ամեն դեպքում ընկերոջն եք խփում։ Ես միջամտեմ, որտեղ մեղմ խփել չկա, ով մեղմ խփեց, լավ չի լինելու։ Հետո ես կհանգնացեմ ու երկրորդն էլ նույնիսկ մրցաշարի ժամանակ եթե 2 ընկեր կամ 2 եղբայր ընկան հասան արդեն բոլորին հաղթելով եզրափակիչ, իրար հետ պետք է նորմալ մենամարտեն։ Վաու։ Սառնասրտորեն։ Դժվարը դաժանը, բայց իսկ շարունակելու մտադրություն ունեք, թե սա պարզապես այս տարիքի համար զբաղմունք է, սպորտ եւ այլն առողջ ապրելակերպ, թե հենց արդեն այն կարգավիճակում եք, որ ոչ պիտի այս ճանապարհը շարունակեմ իմ ամբողջ կյանքի ընթացքում։ Դեռ ես այդ մասին չեմ մտածել, բայց ժամանակը ցույց կտա, եթե որ ժամանակ անցնի, ես հասկանամ, որ սրանով կարող եմ գնալ, կգնամ։ Իսկ քո մեդալների մասին կպատմես։ Այս մեդալը դժվար էր վաստակելը, որտեղ աշխարհի առաջնությունները ինչ-որ թույլ մարզիկներ չեն լինում, շատ դժվար էր, մասնակիցները տարբեր երկրներից էին։ Եզրափակչում հետ մրցեցիր։ Ռումինիացու։ Եվ արդյունքում ոսկե մեդալը։ Բրավո։ Քոնը։ Իսկ քո մեդալը։ Բրոնզե մեդալակիր։ Ովքեր էին եւ ինչ տպավորություններ ուներ մարտի ժամանակ։ Արչի բոյես Մարգորիացու դեմեյկը։ Իրան նկատողություն տվին, եւ հաղթանակ տվեցին ինձ։ Երկրորդ բոյես կապա Եվրոպացու հետ, քան որ Եվրոպացին անց երկրից էին, տվին իրեն բոյ։ Շուտ լավ պատասխան էր։ Քոնը։ Ես զբաղեցրել եմ երկրորդ տեղը, ցավոք։ Ոչինչ։ Երկրորդ տեղն է պատվավոր տեղ։ Մրցակիցս Նիդերլանդց էր։ Նիդերլանդցիները։ Դավիթ, հետաքրքիր է, հա, երեխաների մոտ այս տարիքում բնականաբար ոչ միայն պետք է սովորեցնել, հա, այս սպորտի մեջ լինել վարպետ ուժեղ, նաև հոգեբանություն, որովհետև դեռ ամբողջ կյանքն իրենց առջևում է, դեռ շատ մարտեր կունենան, որտեղ կհաղթեն, կպարտվեն,
կլինեն մեջտեղում, կլինեն բարձունքում, սա իհարկե այդ դասավորվածությունն է, որը ուղեկցելու է իրենց ամբողջ կյանքի ընթացքում։ Եվ կարևորը, որ այս հոգեբանությունը ճիշտ մատուցվի, որպեսզի իրենք այդ ճանապարհն անցնելու ընթացքում չկոտրվեն, այլ հակառակը միշտ վստահ քայլերով առաջ գնան։ Ուրեմն նախ նշեմ, որ բացի ֆիզիկական հարթությունից մարզիկները պարտադիր անցնում են որակավորման քննությունների ընթացքում փիլիսոփայություն, հոգեբանություն եւ որակավորման քննությունների ժամանակ այդ դասերը սովորում են, պատասխանում են, պատմում են եւ մարզչական դասընթացների ժամանակ նույնը լսում են հետ մրցումային process-ը, նախամրցումային process-ը եւ նրանց այդ իրենց ճիշտ պահելաձևը, որ մրցաշարից հետո ենթադրենք պարտվող մարզիկը շատ է լինում, որ կկոտրվի, բայց դա ոչ միայն երեխայից է կախված մարզիկից, այլ մեծ մասը կապված է ծնողից, որովհետև մենք բացատրում ենք, զրուցում ենք, անցկացնում ենք այդ process-ը դասավանդման, որ պարտվելուց չեն հիասթափվում, ընդհակառակը ավելի լավ են մարզվում, որ հիշեն այդ հակառակորդին ու գնան պարտքը տան, պարտադիր, եւ հաղթելու դեպքում չմեծամտանան, չմտածեն, որ իրանք են ու վերջ, որովհետև դրանից հետո հետևում է մեծ պարտություն, երբ որ դու արդեն մեծամտանում ես եւ մտածում ես դու արդեն բոլորին կարաս հաղթես։ Այդ ամեն ինչը իրենք սովորում են, իրենք ոչ միայն ֆիզիկական կրթություն են ստանում, այլ պարտադիր հոգեվոր եւ մտավոր։ Եվ ինչն է կարևոր այս սպորտաձևով զբաղվելու համար, որովհետև սկզբնական շրջանում նշում են, որ տվյալները, բայց երբ արտաքինից նայում են երեխաներին, այդ ուժը եւ, չգիտեմ, հզորությունը իրենց մեջ որը կա, չի երևում։ Ոնց եք դուք բացահայտում այդ ամենը, ինչն է ամենակարևորը էս։ Մարզիկները ընդունվելուց արդեն դու սկսում ես տարբերակել։ Շատ նվազ սերունդ է հիմա, անկեղծ ասած, փորձում ես սննդակարգ ստեղծել իրանց համար, ուժային մեթոդիկան տարբեր, որտեղ ամեն մեկը տարբեր անհատականություն են, ամեն մեկին տարբեր պետք է մոտեցում ցույց տալ։ Հիմա ենթադրենք ինչ որ մեկին արհեստական դժվարություն ստեղծեցի, որովհետեւ ես հասկանամ ինքը հիասթափում գնում է, թե ընդհակառակը կամքից ուժեղ տղա է ու մնում է միջև վերջ դառնալու է։ Ով կոտրվեց գնալու է բնականաբար ենթադրենք ջութակի կամ գոբելենի, ով չէ մնաց դառնալու է իսկականից։ Միայն տղաներն են մարզաձևում, թե աղջիկներ են ունենք։ Ոչ, իհարկե ոչ, աղջիկներ ունենք, շատ լավ աղջիկներ ունենք, որ եւ իրենց պարարվեստի մեջ են գերազանց եւ ուսման մեջ եւ մարտարվեստի։ Ինչքանով եք այսօր հետաքրքրվածությունը տեսնում սերունդի, այ նշեցիք, հա, սերունդը ֆիզիկապես այդքան էլ պատրաստված չի, բայց վերջին դեպքերից ելնելով մենք հասկացանք, որ պետք է միշտ մարզական վիճակում լինել եւ դա շատ կարեւոր է եւ հոգեբանորեն եւ ֆիզիկապես։ Ինչքանով է այսօր սերունդը հետաքրքրված հենց մարզաձևով։ Սերունդի հետ կապված էլի եմ ուզում շեշտը դնեմ, որ ծնող ուսուցիչ աշակերտ հարաբերությունը շատ կարևոր է։ Երբ որ բերեցին, ենթադրենք մարզադահլիճ ու սկսեց դժվարություն տեսնել եւ սկսեց խուսափել, արդեն այդտեղ ծնողի դերն է, որ պետքա չասի, դե լավ, դուրը չի գալի, արի գնանք տուն, կանցնի 1-2 տարի կամ տունը կուժեղանաս կգաս, ենթադրենք, որ շատ դեպքեր է լինում։ Այլ ծնող ուսուցիչ հարաբերությունը, երբ որ ճիշտ հարթության վրա է եւ ծնողը ասում է, որ ոչ, սա քո ճանապարհն է, պետք է գնաս եւ տղամարդ դառնաս, որտեղ հայ տղամարդը իրավունք չունի թույլ լինելու։ Դու պետք է ուժեղ լինես հասարակության մեջ, բանակում, չգիտեմ, փողոցում, ամեն տեղ, որտեղ այդ սպորտային դաստիարակությունը, այդ կյանքը, որը դու այդտեղ սովորում ես, ամեն տեղ է քեզ պետք գալու, ամեն տեղ։ Դե շնորհակալություն, մենք ձեզ դեռ մեծ հաջողություններ ենք մաղթում եւ վստահ եմ, որ ինչպես նշեցիք, նվազ սերունդ ունենք, դա մի քիչ երևի սնունդով եւ օդի աղտոտվածությամբ է պայմանավորված, բայց պարապմունքները տեղը գցում են, այո, եւ ամեն ինչ փոխում է։ Պետք է պարապենք, որ այդ ամեն ինչը փոխենք։ Դրանք սա մեր ձեռքերում են ու մենք պետք է անենք։ Շնորհակալություն ձեզ, որ չեմպիոններ եք տալիս ու չեմպիոններին դաստիարակում եք չեմպիոնի ոգով, որ ամեն դեպքում պետք է լինել մարզված, չպետք է դրսևորել ագրեսիան հասարակության մեջ, դպրոցում, ընկերների հետ, այլ պարզապես միայն, ինչպես ասում են, մրցույթների ժամանակ եւ հաղթել ու հաղթանակած վերադառնալ։ Միանշանակ իրենցից չարիք չի ստեղծվում, իրենք հասարակության մեջ
Շնորհակալություն ձեզ, Դավիթ, ուզում նվիրել Սարգոն Սպիտակ չոր գինին, հաղթանակները միշտ նստեք լավագույնով ու այդ լավագույնը թող միշտ ուղեկցի ձեզ, սա ձեզ, եւ իհարկե բացիկներ, սպորտը ճիշտ է, ավելի շատ ուժի դրսևորումն է, բայց սպորտսմեններն էլ են մարդ եւ իհարկե սպորտսմեններն էլ ունեն էմոցիաներ եւ հուզմունքներ եւ ապրում են մեծ սեր։ Այնպես որ ուզում եմ ձեզ նվիրել բացիկներ, որտեղ կա շատ էմոցիաներ, հա, այս մի բացիկը ձեզ եմ նվիրում, նվիրեք ձեր սիրելիին։ Հայկոյի խոսքերն են, ես քեզ սիրահարվել եմ, ինչքան հոգիս ուժ ունի սիրելիս, սա ձեզ համար։ Եվ ձեզ տղաներ, ուզում եմ նվիրել ամանորյա բացիկներ, քանի որ առջևում ամանոր է եւ հաստատ ձեր ծնողներին ամանորյա շնորհավորանքներ կուզենաք հղել, իսկ այստեղ արդեն բացիկների ներսում ամանորյա երգերից են հատվածներ, Թաթայի, Ելոհարթի եւ իհարկե նաեւ կա բացիկ, որտեղ ինքներդ պետք է գրեք ձեր բարեմաղթանքը։ Սա ձեզ։ Կամ կարող եք ձմեռ պապիկի նամակ է գրել։ Այո, որպեսզի ինքներդ արդեն ձեր տրամադրությունն ունենաք։ Շնորհակալ ենք ձեզ։ Եվ Կլինիկ Արճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք։ Դե ինչ, մեր ծրագիրը կամաց մոտեցավ իր ավարտին եւ կարծում եմ, որ այսօր էլ մեզ հաջողվեց ձեր առավոտը դարձնել առավել հետաքրքիր, ինֆորմատիվ եւ ռիթմերով լի։ Այո, եւ շատ հուսով ենք, որ կարողացանք սեր ու ջերմություն փոխանցել ձեզ սիրելի հեռուստադիտողներ եւ աշխատանքային շաբաթվա ամփոփիչ առավոտը եղավ շատ դրական եւ դրական լիցքերով ու էներգիայով։ Դե երեկոն էլ չմոռանաք անցկացնել ընտանիքի եւ ընկերների հետ, իսկ որպեսզի տրամադրությունը լինի բարձր, Բրիզը ռոզե փրփրուն գինին Իջևանի գինու գործարանի կողմից առաջարկվողը կարող է միանշանակ բարձր պահել երեկոյի ռիթմերը։ Ձեր լավագույն առիթներն են սիրելի աղջիկներ եւ կանայք կարող եք վստահել բյուրի ֆաբրիկի պրոֆեսիոնալներին, որովհետեւ իրենք իդեալական դիմահարդարման եւ վարսահարդարման միջոցով կփոխանցեն դրական էմոցիաներ։ Չմոռանաք, որ գեղեցիկ սերը սիրում է գեղեցիկ տղամարդկանց։ Այցելեք Master Ride Barber Shop, որը գտնվում է Նալբանդյան 37 հասցեում։ Այնտեղ վարպետները միանշանակ ձեզ կբերեն շատ գեղեցիկ տեսքի եւ վստահ կարող եք շփվել արդեն հակառակ սերի հետ։ Իսկ ոճային եւ տարբերվող կլինեք Դաֆնի խանութսրահի հետ։ Միասին այս շատ էսթետ խանութսրահն ունի 2 հասցե՝ Թումանյան 5 եւ Պուշկին 33։ Այցելեք եւ ձեր աշնանային գեղեցիկ լուքերը գտեք Դաֆնիում։ Մի մոռացեք միմյանց տվել շատ սեր ու ջերմություն, էմոցիաներ, բառեր, որոնք կարտահայտեն ձեր ամբողջ ներաշխարհը։ Բացիկներ, արև բացիկները պատրաստ են այս ամենը փոխանցելու։ Բացիկները հարցեք ամենաքաղցր եւ ամենահետաքրքիր վայրերում քաղաքի։ Շնորհակալություն մեր ամբողջ թիմին այսօրվա մեր անխափան եթերը ապահովելու համար, շնորհակալություն նաև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, առավոտը կրկին մեզ հետ սկսելու համար։ Մենք ձեզ շատ ենք սիրում եւ սպասում ենք արդեն հաջորդ շաբաթ, երկուշաբթի առավոտյան նույն տեղին, նույն ժամում։ Եվ վերջում չենք մոռանում, որ այս ամենը պատրաստված էր սիրով։